Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Երբևէ երազել ես ապրել 2000 տարի առաջ և հանդիպել Հիսուսին, որ տեսնեիր և լսեիր նրան։ Մերի, իսկ քեզ մոտ ինչպես դա եղավ, երբ հանդիպեցիր Հիսուսին։ Մեր տանը մայրիկիս կազմակերպած երեխաների համար նախատեսված միջոցառման ժամանակ մենք խոսեցինք այն մասին, որ միայն Հիսուսի օգնությամբ կարող ենք գնալ երկինք և որ նա կարող է մեր բոլոր մեղքերը ներել, քանի որ խաչվել է մեզ համար։ Եվ ես մտածեցի, եթե մեկը, ով երբեք մեղք չի գործել, այսպիսի հրաշալի բան է արել ուրիշների համար, պետք է որ մեզ շատ սիրի, և ես որոշեցի նրան իմ սիրտ հրավիրել։ Ինչպես արեցիր դա։ Ես աղոթեցի։ Իսկ ինչ եղավ դրանից հետո։ Դրանից հետո ես նրան կարող էի պատմել ամեն բան, ինչ ինձ տխրեցնում էր, և կարող էի շնորհակալություն հայտնել իր օգնության համար։ Նա ինձ նոր մարդ դարձրեց, և ես գիտեմ, որ ես միշտ ունեմ մեկին, ում կարող եմ վստահել, և նա երբեք ինձ չի հիասթափեցնի։ Սոնա, դու նույնպես հանդիպել ես Հիսուսին։ Պատմիր, թե ինչպես դա եղավ։ Երգի միջոցով, որը ես շատ եմ սիրում։ Բոլորի համար քո սերը նույնն է, թե հարուստի, թե աղքատի, թե մեծի և թե փոքրի։ Աստված բացում է դուռը բոլորի համար, ամեն մեկի համար, ով փնտրում է նրան։ Նա վերցնում է հանցանք, փոխարենը տալիս է իր սերը, քանի որ միշտ պահում է իր խոսքը։ Մինչ երգում էի այս երգը, հասկացա, որ այն ինձ համար է։ Այդ երեկո ես մայրիկիս հետ խոսեցի դրա մասին և աղոթեցի նրա հետ։ Ահա այսպես հանդիպեցի Հիսուսին։ Ես խնդրեցի նրան գալ իմ կյանք, և ես զգացի, ասես մի ծանր բեռ ընկավ ուսերիցս։ Ես ազատություն զգացի։ Համենայն դեպս ոչ ոք չպետք է երկմտի Հիսուսին հանդիպել, թե ոչ։ Դա հիանալի բան է։ Հիսուսն ուզում է, որ ճանաչես իրեն, քանի որ սիրում է քեզ։ Նա ասաց. «Ով որ ինձ գա, ես նրան երբեք դուրս չպիտի հանեմ»։ Հովհաննես 6:37։ Ինչու չես անում այն, ինչ Մերին արեց։ Խոստովանիր մեղքերդ, նաև այն, ինչ Սոնան արեց։ Խնդրիր նրան, որ գա քո կյանք։ Հիսուսը պատասխանում է աղոթքներին։ Դու կդառնաս Աստծո զավակը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOCRIC@gmail.com։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։